Արարատյան Խոհանոց, լավ տրամադրություն եւ հետաքրքիր կերակրատեսակներ։ Ահա այն ամենը, ինչ ուզում ենք փոխանցել ձեզ այսօր, բարեկամներ։ Բարև ձեզ։ Շատ ուրախ ենք, որ կրկին մեզ հետ եք։ Այն ամենը, ինչ նշեցի, ուզում ենք փոխանցել ձեզ իմ հյուրի հետ, հարգելի հեռուստադիտողներ, իսկ իմ հյուրն է Արարատ ռեստորանի ավագ խոհարար Աշոտ Մատինյանը։ Ողջույն, Աշոտ։ Ողջույն, պարոն Մամուլյան։ Շնորհակալություն, լավ։ Ես եմ ուրախ եւ շնորհակալ, որ կրկին միասին ենք։ Նշեմ նաեւ, որ Աշոտ Մատինյանը 15 թվականի Խորովածի փառատոնի լավագույն համ անհարակարգում գրավել է երկրորդ պատվավոր տեղը, որի համար եւս մեկ անգամ պիտի շնորհավորեմ։ Փոխադարձ շնորհակալություն։ Ինչ ենք պատրաստելու այսօր եւ ինչով ենք զարմացնելու մեր հեռուստադիտողներին, չնայած մեր հեռուստադիտողները զարմացող չեն։ Զարմացող չեն, դրա համար չենք զարմացնում։ Փորձում ենք պատրաստել գարան կողամիսը սպիտակ սոուսով։ Սպիտակ սոուսով եւ այստեղ մենք ունենք բազուկի ճաղ։ Բազուկի ճաղը որպես նախուտեստ ենք մատուցելու հետը։ Որպես խավարդ։ Խավարդ։ Գնացինք, ինչ պիտի անենք եւ ինչով կարող եմ օգնել քեզ։ Գարան կողամիսը նախապես կողքից ոսկրահան ենք անում։ Թեթև ավելացնում ենք զեյթունի ձիթապտղի ձեթ։ Կարծում եմ այստեղ միասին եթե դնենք եւ այսպես ավելի հարմար կլինի։ Օծենք։ Միսը ոչ թե մատերը եւ ամեն ինչ լավ կլինի։ Ավելացնում ենք թավայի մեջ մի փուճուր։ Իրան պետք չի շատ տապակել։ Ես ինչպես նկատում եմ, դու շատ ես սիրում զեյթունի ձեթ։ Զեյթունի ձեթ առողջարար եւ հեշտ է իր հետ աշխատել։ Հեշտ է աշխատել։ Լավ։ Բազուկի ճաղը մաքրենք եւ ես կտրատեմ, հա, ձեռքով, եթե դեպքս։ Ցանկալյա ձեռքով եւ սոխով տապակելուց հետո թեթև իրան տաքացնում ենք եւ վերջ։ Հավելում ենք աղով եւ պղպեղով։ Եվ պղպեղ։ Սև պղպեղով։ Գոհ ես արդյոք Խորովածի 7-րդ փառատոնի արդյունքներից։ Գոհ եմ հաղթանակից, գոհ եմ մասնակցությունից, գոհ եմ օժանդակությունից։ Ինչ կարծիք ես, մենք մեր կազմակերպության խորհրդով ամփոփելով այսպիսի կարծիք գերիշխեց, որ գնալով Խորովածի փառատոնը կայանում է։ Դու արդեն մի քանի անգամ ես մասնակցել, ինչ կարծիք ես։ Այդ կայացման առումով մենք առաջընթաց ունենք։ Մենք խորոված սիրող ազգ ենք, ճիշտը որ ասեմ, ըստ դրա էլ հետևում է գնահատականը, ժողովրդի եւ ժյուրիի կողմից։ Այո։ Կերևապատվելուց հետո իրան ավելացնում ենք կանաչ սոխ։ Լոլիկ։ Եվ թողում ենք եւս մի քանի րոպե։ Շոկ է խաշվի մի քիչ, շոկ է հարվի։ Իսկ այնտեղ կարող ենք մենք արդեն խավարտը ինչ-որ մի բան։ Կարող ենք։ Սոխայեռ ենք։ Սոխ պիտի կտրատենք։ Կազմակերպում ինձ թվում է սա կհեքաստի։ Սոխայեռի համար մեզ պետք էր կարակ։ Նոր բառ սովորեցինք սոխայեռ։ Սոխայեռ հայկական հին անվանում է։ Եվ ձեթ։ Ձիթապղի։ Որը որ առողջարար է ազգի եւ ժողովրդի համար։ Խնդրեմ սոխը։ Սոխը ավելացվում է։
Շնորհակալություն ձեզ։ Սոխայեր արած Սոխայեր, այո։ Սոխայեր։ բազուկի ճաղը։ Ճաղ, Ճաղ։ ճավ, Ճաղը։ ճաղ։ Բազուկի ճաղը։ Ես Արմատներով իջևանցի եմ, եթե չեմ սխալվում, ասում էին ճավ։ Ճավ։ Այո։ Դե շատ տեղեր են ասում ճավ, բայց իրականում Իրանում է ճաղ է։ Ահա, իսկ նռան հատիկներ պիտի Նրան հատիկները վերջում պետք է օգտագործենք ձևավորման համար։ Լավաշիկներ եմ տեսնում այստեղ։ Լավաշիկներն էլ նույնպես նախապես իրան ջեռոցի մեջ չորացնում ենք համեմունքներով եւ ձևավորում ենք շատ հետաքրքիր համատալի սննդին։ Եվ նար շարապ տեսա այստեղ։ Աշարաբն էլ եւս փորձել եմ նորամուծություն անեմ, գարանը նաշարաբ ավելացնենք, որը որ դե նաշարաբը ըստ երևույթի նռից պատրաստած ուտեստ է, Ըստ երևույթի թե հաստատ։ հաստատ։ Այո, նռան հյութ կարող ենք ասել։ Կարող ենք նռան ասել, պաստեղ նռան։ կարող ենք ասել։ Կարող ենք իրան վերջում եփելուց հետո։ Ավելացնենք շատ քիչ սպիտակ գինի, Անապակ։ անապակ սպիտակ գինի։ Թողում ենք եւս 1-2 րոպե գինով համենվի սնունդը։ Սոխայերը պատրաստ է եւ ավելացնում ենք բազուկի ճավը, որը որ մեր տաոշի բարբարով է ասվում, ավելացնում ենք թեթև աղ, սև պղպեղ եւ եւս 1 կամ 2 րոպե։ Այդ ընթացքում մենք պատրաստում ենք մեր գարից պատրաստված ուտեստը, Արդեն պատրաստ է, կարող ենք տեղադրել ապսել։ կարող ենք տեղադրել, ձևավորել, որը ըստ ինձ շատ համեղ հոտ ունի ամեն դեպքում։ Գինու հյութեղ համը եւս տվել է նրան վերջում կավելացնենք սեփական հյութը Այո, խնդրեմ։ պատրաստ է եւ Շատ լավ է։ Ես սպասում եմ, որ դու ասես պատրաստ է։ ուտեստը Տեղին ջերմային մշակման ենթարկված վիճակ է հիմա։ պատրաստ է եւ մեր խավարտը մնաց մեզ ձևավորենք այս ամենը Իր հյութը։ սեփական հյութը ավելացնում ենք մսի վրա որ ոչ մի գրամ չկորի ավելացնում ենք չորը հացիկները մեր նախապես պատրաստված ձևավորում ենք նաշարաբով եւ կեղեպահանված նուռը Նռան հատիկներ։ Սա է փորձել պատրաստել ձեր համար, պարոն Մամուլյան։ Շատ ապրես, հավանեցի։ Շնորհակալ եմ, Աշոտ ջան, դու քո ցանկությունը մեր հեռուստադիտողներին խնդրում եմ։ Շնորհակալ եմ ոսկե աշունը մեր մայրաքաղաքում շատ գեղեցիկ է ոսկե աշունը, վայելեք Հետն էլ լավ կերակրատեսակներ։ սննդի հետ։ Հարգելի հեռուստադիտողներ, այո, իրականում բացառիկ
վայրում են գտնվում, դրախտում են գտնվում մենք Հայաստան աշխարհում, որովհետև բոլոր եղանակները ունեն իրենց գեղեցկությունը, բոլոր եղանակները ունեն իրենց լիիրավ իրավունքները, վայել են բոլոր եղանակները, ինչպես Աշոտն ասաց։ Եվ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեմ Աշոտին, ապրես դու եղբայր եւ քո այդ ապագային միտված միտքը խորհրդական իմաստով թող երբեք կանգ չառնի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ եւս, ձեր հեռուստաընկերության։ Հարգելի հեռուստադիտողներ, կերակրատեսակը հարկավոր է մատուցել 65-70 աստիճան ջերմությամբ, շատ լավ տրամադրությամբ եւ չմոռանանք հետը կարմիր անապակ հայկական անսահմանափակ գինի։ Այսքանն ենք այսօր պատրաստել բարեկամներ, հրաժեշտից առաջ ուզում եմ մաղթել ձեզ, որ լինեք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Գարան կողիկներ։ Գարան կողիկներ 300 գրամ, բազուկի ճավ 200 գրամ, սոխ 100 գրամ, ձիթապտղի ձետ 20 գրամ, նաշարապ 5 գրամ, նուռ 10 գրամ, աղ պղպեղ։ Բարյախորշակ։